Իրականում մեր տնտեսությունը 2018 թվականից այս կողմ դեպի ռուսական տնտեսություն կախվածությունը մեծացել է, կոնցենտրացությունը դեպի Ռուսաստան մեծացել է։ Արտաքին առևտրում տեսեք, 2018 թվականը երբ որ նայում ենք, դեպի Ռուսաստան եւ դեպի ԵՄ երկրներ գրեթե նույնչափ արտահանում ենք մենք ունեցել, հա 683 միլիոնի չափ եղել է դեպի ԵՄ երկրներ եւ 666 միլիոնի չափ դոլարային արտահայտությամբ եղել է դեպի Ռուսաստան։ Այ դա դիվերսիֆիկացիա է իսկական։ Այո, ասեմ ավելին, եթե մենք նայում ենք մենք երբ մտանք ԵԱՏՄ 2015 թվականին, 15 թվականին, այո, 15 թվականին ԵՄ արտահանումը եղել է 440 միլիոն դոլար, 2018-ին 683 միլիոն դոլար, այսինքն 50%-ով շուրջ աճել է։ Լավ, այդ 3 տարիների ընթացքում այսօր ես հասկանում եմ, որ աճը դեպի ԵՄ ամեն դեպքում կա։ Ինչու՞, որովհետև այն ժամանակ կար նաև տեսլական, որ տնտեսապես մենք Եվրոմիություն ԵԱՏՄ-ի մեջ ենք, բայց մենք ունենք նաև ՍԵՊԱ համաձայնագիր, որտեղ կար նաև վիզաների ազատականացում, որտեղ մեր վարորդները թմկարում է Սերժ Սարգսյանի օրոք ստորագրված, բայց դա հասկանում եք, մեր վարորդները կարող էին առանց վիզայի անարգել, եթե դա իրագործվեր, մուտք գործել դեպի ԵՄ, եւ սա գործոններ են, որոնք նպաստում են քո առևտրին։ Ես քիչ հետո նաև ակադեմիական աշխարհում հետս բերել եմ մի քանի բան, կհնչեցնեմ, որ դա այդպես չէ, որ ընդհանրապես մենք այսօր կարող ենք քնենք վեր գնանք եւ ուղղակի մեր ամբողջ բաները տանենք, ծաղիկները տանենք Եվրոպա։ Բայց հետո ասեմ, ինչը տեղի ունեցել 2018 թվականից այս կողմ։ 2025 թվականին ուշադրություն խնդրում եմ, արտահանումը դեպի ԵՄ երկրներ եղել է 666.9 միլիոն դոլար, փաստացի ցուցանիշն է, նույնիսկ նվազել է։ Լավ, մոտ 20 միլիոն դոլարով նվազել է։ Ինչ է եղել դեպի Ռուսաստանը, 666 միլիոնից դառել է 2.9 միլիարդ, 2 միլիարդ 964 միլիոն դոլար։ Անկամներով աճել է։ Իհարկե, այստեղ կա նաև վերարտահանումը, շուրջ 1.5 միլիարդի չափով կարող ենք դա անել, բայց ամեն դեպքում աճը անկամով է։ Ի համեմատ Եվրոպայում։ Հիմա ՊՏՏ-ն հակառակողություն։ Այո, բայց դա նախապես պետք է ՊՏՏ-էր։ Հասկանում եք, իմ ասելն է, տեսեք, թեզը, որ դեպի դիվերսիֆիկացիա գնալը դա շատ ճիշտ է։ Ամեն դեպքում կախվածությունը մեկից շատ վտանգավոր է։ Բայց միջև դու հասկանում ես, դու կոպիտ օրինակ բերեմ, ասենք քո գործատուին ապտակ հասցնելը կամ երեսին նատկել, դու պետք է այլ գործատու ունենաս, այլ օպցիաներ ունենաս, որպեսզի եթե այլ գործատուն ասում է ապտակը հասցրու արի, նոր կդառնամ քո գործատուն։ Լավ, այդ դեպքում համատեղել չի ստացվում։ Հիմա համեմատենք, լավ, համեմատենք նաև ծախքերը, հա, մենք ինչ ծախքեր ունենք։ Օրինակ խոսում են Եվրոմիությունը կփոխհատուցի։ Բերեք մի հատ վերջի ժամանակներն են։ Իհարկե իշխանությունը Եվրոմիության պաշտոնյանը, ես իդեպ գիտեք ամեն ինչ որ ասում եմ քաղաքականից դուրս, ես հասկանում եմ, որ բոլորը ունեն իրենց շահերը։ Այլ բան է, թե մենք մեր շահերը ոնց ենք դրսևորում, որովհետև Եվրոպան, այո, ինքը ունի իր շահերը, որքան քիչ գումարով կարողանան իրենց թշնամի Ռուսաստանին ավելի մեծ ապտակ հասցնել, այնքան ավելի լավ իրենց համար։ Ինչը խոստացել Եվրոմիությունը առ այսօր եւ փաստացի արձանագրվել 270 միլիոն եվրո ընդամենը։ Դա մի քանի տարվա որում փաթեթ է, ճիշտ է։ Եվ դրա մեջ իդեպ ասենք կանխիկ գումար, որ տալիս են, շուրջ կեսը կարելի է համարել, հա, որովհետեւ տեխնիկական օժանդակություն է։ Տեխնիկական սա փաստ ենք։ Նայենք մենք ինչ ենք ստանում Ռուսաստանից։ Մի պահ մտածենք դեռ արտահանումը հանգիստ թողենք, որովհետև ես ասի, տեսեք, մոբայլ սենթերը համար առաջի հարկատուն է։ Ինչու՞, որովհետև մոբայլ սենթերը ինքը վերարտահանում է անում, ես նույնիսկ կարող եմ ձեզ հենց այդ սարքել ապարատների թվերը ձեզ հնչեցնել, ինչ է եղել միջև դա եւ այդ սարքեր ապարատներից տեսեք, էլեկտրական մեքենաներ սարքավորներ ձայնագրող ապարատներ եւ դրանց մասեր 85 ապրանքախումբը, հա։ Ինքը օրինակ 2000-ից մոտ 24 թվականի ապրանքախմբերի ցուցանիշն 25-ը դեռ դուրս չի եկել։ Ուրեմն 22 թվականին ընդամենը եղել է 14.6 միլիոն դոլար արտահանումը։ Գիտեք ինչքան է եղել 24 թվականին, արդեն 998.867 միլիոն դոլար։ Հասկանում եք, եւ սրանից հարկ է տվել։ Դրա համար մոբայլ սենթերը դարձել է համար առաջի հարկատու, բայց սա էլ դնենք մի կողմ։ Դա ստացվում է Ռուսաստանի հետ առճակատումը կտրել այն ճյուղը, որի վրա նստած է։ Նույն մեկ ընկերության օրինակով։ Ընդամենը ես մեկ ասեմ, բայց տեսեք, մեկ երկրորդ կարևոր գործոն ասեմ։ Գազը մենք ներմուծում ենք Ռուսաստանից։
Եվ գազը դա գաղտնիք չէ, որ Ռուսաստանը այո մեզ տալիս է ոչ շուկայական գնով, որտեղ այսօր բուրսական գները տատանվել են տարբեր ժամանակահատվածում 400-ից մինչև $600 մեր խոհանարդ մետրի դիմաց։ Մենք այսօր ներմուծում ենք $177, ճիշտ է։ $177-ի պայմաններում, օրինակ 25 թվականին շուրջ $570 միլիոն մենք տվել ենք գազի ներմուծման համար։ Եթե մենք այդ գումարը կրկնապատկում ենք, այսինքն ենթադրում ենք, որ գազը կներմուծենք ոչ թե 177-ով, այլ $350 մեկ խոհանարդ մետրի դիմաց, հա, դա նշանակում է, որ լրացուցիչ մենք $570 միլիոն պետք է վճարենք դրա համար։ Դա նշանակում է այլ հավասար պայմաններով, որ Ռուսաստանը կանխիկ գումարով մեզ սուբսիդավորում է տարեկան $500 միլիարդ ավել քեշ։ Միայն գազը։ Միայն գազի մասով։ Որտեղ տարբերություն չկա, գիտեք, աղջիկ ջան, ես ես օրինակի համար տալիս եմ, ենթենք այս թուղթը վաճառում եմ ձեզ $10,000 որը շուկայական է, հետո ձեզ տալիս եմ ենթենք $5,000, ասում եմ գնեք սա ինձանից $10,000 Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։